Հումորային մասը ավարտվեց, եկեք անցնենք լուրջ թեմաներին։ Ինչու որոշ մարդիկ ունեն լավ էներգիա, հստակ միտք, կայուն հուզականություն, դա քնի հիգիենայի պահպանումն է։ Ամեն օր արթնանալ նույն ժամին։ Չկասկածեք այս կետի ճշմարտացիության եւ կարեւորության վրա հարգելի միջայլոց, այդ մարդը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը եւ իհարկե դեպրեսիան հարգելիներ այդ, այսինքն ես այնտեղ եմ, որտեղ ինձ լավ եմ զգում, ես չեմ մնում։ Սովորության ուժը ավելի հզոր է, քան մոտիվացիան, քան կամքի ուժը։ Ողջույն հարգելի հետևորդներ։ Այսօրվա իմ սաներվածքը կոչվում է Կեցցե ֆիզարցակուրթը, կեցցեն տնային տնտեսուհիները եւ կեցցեն երեխաները, որ այդքանից հետո կմեծանան եւ կասեն ինչ ես արել որ։ Հումորային մասը ավարտվեց, եկեք անցնենք լուրջ թեմաներին։ Այսօր խոսելու ենք հարգելիներս առողջ մարդկանց 5 հիմնական սովորությունների մասին։ Շատ կարևորում եմ այս թեման, խնդրում եմ ուշադիր եղեք մինչև վերջ եւ հավատացնում եմ շատ մեծ ինֆորմացիա կքաղեք ու եթե կիրառեք, առավել եւս կպահպանեք եւ կամրապնդեք ձեր առողջությունը։ Ինչու որոշ մարդիկ ունեն լավ էներգիա, հստակ միտք, կայուն հուզականություն, այնինչ մյուսները պայքարում են հիվանդությունների դեմ, սթրեսի, հոգնածության, ինչու է այդպես։ Որովհետև նրանք պահպանում են առաջինները, պահպանում են հետևյալ 5 սովորությունները կամ կանոնները, ոնց կուզեք ասեք, իրենց կենսակերպում, հարգելիներս, եւ սկսենք։ Ուրեմն, առաջի կետ, չեմ կարող չնշել, դա քնի հիգիենայի պահպանումն է։ Ինչ է սա նշանակում։ Կան կանոններ քնի հետ կապված, որ մարդը մինչև քնելը կատարում է, որոշակի ռիտուալներ, որոնք որ կատարում է, ռիտուալ անվանենք դրանց, կամ սովորություններ, որ կատարում է ու այդպիսով քունը լինում է ամուր, լինում է ճիշտ քանակի եւ որակյալ, որովհետև բացի քանակը մենք գիտենք կարող է շատ երկար քնենք, բայց քնից չհագենանք, որակն էլ է այստեղ կարևոր։ Եվ ես ձեզ ասեմ, նյարդաբանական վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծահասակ մարդիկ պետք է քնեն 7-ից 9 ժամ, այս ժամի տեսանկյունից։ Իսկ ինչպես պահպանել, ինչ սովորություններ կան, որոնք որ քունը ավելի որակյալ են դարձնում։ Դրանք են մարդը քնում է մոտավոր նույն ժամին եւ ամենակարևորը ամեն օր արթնանում է նույն ժամին, նույնիսկ հանգստյան օրերին։ Առողջ մարդիկ, այո, այդպես են վարվում, չեն քնում շատ երկար, նույնիսկ հանգստյան օրերին։ Ես ձեզ ասեմ, շատ անգամ եմ ասել, դեպրեսիայի կանխարգելման մեջ շատ կարևոր կետ կա։ Ամեն օր արթնանալ նույն ժամին։ Չկասկածեք այս կետի ճշմարտացիության եւ կարեւորության վրա հարգելիներս։ Ինչ են անում մարդիկ, հեռացնում են քնելուց առաջ տարբեր հեռախոսները, էկրանները, բոլոր տեսակի գadgetները հեռացնում են քնելուց 1 ժամ առաջ եւ այդպիսով այդ կապույտ լույսը չի ազդում, մեր տեսողական օրգանների վրա, որովհետեւ այն ունի սերոտոնինի քանակը անընդհատ ու մելատոնինի քանակը ընկճող հատկություն, որի պատճառով մեր քունը ժամանակին վրա չի հասնում։ Եվ այս մարդիկ ինչ են անում, նաեւ իրենց քնի հետ կապված, հիգիենայի հետ կապված, անպայման քնելուց առաջ օդափոխում են սենյակը, ավելի ճիշտ, ավելի հով պայմաններ են ստեղծում ննջասենյակում, եւ ես ձեզ ասեմ, շատերը քնելուց առաջ նույնիսկ զբոսնում են, սա հիանալի է օգնում լավ քնելուն, հավատացնում եմ ձեզ։ Եվ այս մարդիկ բացի վերոնշյալը նաև շնչառական վարժություններ են անում ու այդ թվում մեդիտացիա նաև, ոմանք։ Այսինքն այս փունջը սովորությունների կիրառելով դուք վաղականին դրականորեն կազդեք ձեր քնի ֆիզիոլոգիայի վրա հարգելիներս։ Եվ ես ձեզ ասեմ, քնի խանգարումները պայմանավորում են ոչ միայն քրոնիկ հոգնածությունը, ոչ միայն դեպրեսիան, այդ թվում նաև սրտանոթային հիվանդությունները եւ ուշադրություն։ Ճարպակալումը նույնպես բերում է քնի խանգարումների հարգելիներս։ Սովորություն համար 2. Շարժուն ապրելակերպ։ Այս մարդիկ առողջները իրենց կենսակերպի մեջ կա մի հատ հատված, ընդգրկել են մի հատված, որը կոչվում է
որը կոչվում է շարժունություն, եւի թե այդպես ասեմ, հա, որովհետեւ իրենք իրենց բոլոր գործունեությունը ընտրում են ավելի ելնելով նրանից շարժվում են այդ գործողության մեջ, թե չէ, հա, օրինակ քայլք, հեծանիվ, վազք, հողագործություն, զբոսանքներ, այսինքն անընդհատ իրենց զբաղմունքը եւ նաեւ ազատ ժամանակը անպայման շարժվելով են անցկացնում եւ նաեւ ինչ որ առնով նաեւ հոբիները եւ այս մարդիկ քայլքի իհարկե ասեցի, բայց անպայման առանձնացնեմ օրական 30 րոպե ամենակիչը քայլում են եւ ես ձեզ ասեմ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է եթե մարդը շաբաթվա կտրվածքով 150 ժամ ֆիզիկական ակտիվություն է ունենում, որտեղ ներգրավված է նաև քայլքը իմիջիայլոց, այդ մարդը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը եւ իհարկե դեպրեսիան, հարգելիներս։ Եվ որ ամենակարևորն է, այս մարդկանց մոտ ֆիզիկական ակտիվությունը, հա, կոնկրետ ինչ որ ակտիվություն, օրինակ սպորտ, ինչ որ սրահ հաճախել, կոնկրետ ինչ որ մարզաձևով, թեկուզ, պրոֆեսիոնալ չեմ ասում, սիրողական զբաղվել կամ թեկուզ տանը մարզվել, դա պարտադիր այն տհաճ սովորություններից չէ, այլ իրենց կենսակերպի մի մասն է, ինչպես օրինակ բոլորս առավոտյան կամ երեկոյան լվանում ենք մեր ատամները, դա չենք անում նրա համար, որ չենք անում, չէ, արդեն նրա համար որ օգտակար չի, ճիշտ է, սխալ է, այդպես ենք սովոր, ճիշտ է, դա անում ենք օգտակարությունից ելնելով, բայց այդպես ենք սովոր ու որ մեր ատամները չենք լվանում, մեզ զգում ենք ինչ-որ դիսկոմֆորտ վիճակում, ինչու որովհետև սա դառել է սովորություն։ Եվ առողջ մարդիկ մարզվելը համարում են այդ կենսակերպի մի մասը։ Լավ։ Եվ նույնիսկ նստակյաց աշխատանք կատարողները անպայման վեր են կենում ու 1, 2, 3, 4 մի քիչ ձգվում են, մի քիչ ճկվում են, այդ գրասենյակի տարածքում մի քանի քայլում են ու նորից վերադառնում իրենց գրասեղանի մոտ։ Սովորություն համար 3. Հոգեկան հիգիենայի պահպանում եւ սթրեսի կառավարում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սթրեսը ազդում է ոչ միայն հուզական ոլորտի վրա, այլ նաև մեր ներքին օրգանների աշխատանքի վրա, իմունային համակարգի վրա, այդ պատճառով սթրեսը կառավարելը դա շատ կարևոր հմտություն է, որին որ պետք է տիրապետենք յուրաքանչյուրս։ Իմ բազմաթիվ ֆոլովակները խնդրում եմ նայեք եւ այդպիսով դուք բավականին սթրեսակայուն կդառնաք։ Այո, մենակ լսելով եւ կատարելով են միայն լսելով եւ կատարելով են առաջարկները, որ ես ես տալիս եմ իմ հոլովակների ընթացքում հարգելիներս։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են անձնապես ինձ հետ հոգեթերապևտիկ խորհրդատվություն եւ սեանսներ, կարող եք կապ հաստատել WhatsApp-ի հետեւյալ հեռախոսահամարին թողնելով գրավոր կամ ձայնային հաղորդագրություն։ Ես ձեզ առաջիկա ժամերի ընթացքում կպատասխանեմ հարգելիներս աշխարհի բոլոր երկրներում ապրող հայերի հետ ես անցկացնում եմ on-line հոգեթերապևտիկ խորհրդատվություն եւ սեանսներ, այնպես որ դուք էլ կարող եք լինել իմ ուժառուներից մեկը։ Եվ վերադառնանք մեր հոլովակին։ Ուրեմն սթրեսականություն, ինչպես ապահովել, հա, այդ հոգեկան հիգիենան, այսպես ասած։ Առաջինը աշխատանք մեր մտքերի հետ։ Հասկանանք օրվա ընթացքում այն ինչ որ մտածում ենք, մեզ դա պետք է թե չէ։ Յուրաքանչյուր պահի մենք ստոպ անենք, ստոպ, կանգ առ։ Եվ հասկանանք, այն ինչ որ ես մտածում եմ, հիմա դա ինձ պետք է թե ոչ։ Շատ կարևոր է, այսինքն այս մարդիկ իրենց մտքերի հետ բավականին լավ են աշխատում եւ կարողանում են ընտրել միտքը։ Սա շատ կարևոր հմտություն է։ Եվ մեդիտատիվ, ինչպես ասեցի, մեթոդներ, որը շատ բավականին հանգստացնող էֆեկտ է ունենում, որովհետեւ մեր հանգստացնող նյարդը դրդում է։ Այս մարդիկ շատ լավ են ճանաչում սթրեսի, տագնապի նշանները եւ կարողանում են ժամանակին դրանց հետ աշխատել։ Օրինակ, եթե ես գիտեմ, որ իմ մոտ գլխապտույտների սկսվել է, այդ նշանակում է ես գերհոգնեցի կամ խիստ լարվեցի, ես մի հատ փորձում եմ վերլուծում եմ, հասկանում եմ այդ ինչ արեցի ես, որ իմ հնարավորությունների սահմանը անցա, ինձ գերծանրաբեռնեցի, հանգստանում եմ, հաջորդ անգամ կառավարում եմ այդ իրավիճակը, որպեսզի չափազանց չգերհոգնեմ կամ չգերլարվեմ, ում հետ պետքա խոսեմ, ում հետ պետք չի խոսեմ, հա, այսինքն ճանաչում ենք նշանները, հասկանում ենք դրա տակ ինչ
ինչն էր պատճառը, այդ հողը, եւ հաջորդ անգամ կանխարգելում ենք դա։ Սա ինքնաճանաչման մասին է, հարգելիներս, հուզական հիգիենայի մասին է։ Ես դες ասեմ, շատ ավելի լավ կլինի ձեր սթրեսի կառավարումը, եթե դուք ձեռք բերեք իմ կազմած ինքդ քեզ հոգեթերապևտ 30-օրյա հոգեբանական օրագիրը, որը տեղադրված է իմ կայքում 30 օր, ամեն օր փոքր հոգեբանական վարժություններ, եւ դուք ձեր սթրեսակայունությունը մի քանի աստիճան կբարձրացնեք։ Տեղադրված է իմ կայքում sonahayrapetan.am, լինքը կգտնեք նկարագրություններ, մեկնաբանություններ բաժնում, իսկ եթե կունենաք տեխնիկական հարցեր, կարող եք կապ հաստատել իմ գործընկերոջ հետ, հարգելիներս, հետևյալ կոնտակտներով։ Այս մարդիկ հարգելիներս ինչ են անում, գիտեն իրենց սահմանները եւ միշտ աշխատում են իրենց սահմանների հետ, այսպես ասած, ու կարողանում են ժամանակին ոչ ասել, եթե պետք է այդ պահին ոչ ասեն։ Լավ, չեն ասում այո այն ժամանակ, երբ ուզում են ասեն ոչ, ասում են ոչ այն ժամանակ, երբ ուզում են ասեն ոչ, եւ ասում են այո այն ժամանակ, երբ ուզում են ասեն այո։ Եվ իհարկե այս մարդիկ չեն խուսափում հոգեբանական աջակցությունից, հարգելիներս, երբ որ զգում են, որ իրենց կյանքը այլևս նախկինը չէ։ Հիշում եք, ովքեր որ ինձ հետևում են Instagram-ում, իմիջիայլոց ինձ հետևեք Instagram-ում, այնտեղ շատ հետաքրքիր է։ Ես մի քանի օր առաջ մի ստորի էի տեղադրել։ Երբ մարդը զգում է, որ ինքը առաջվա կյանքով էլ չի ապրում, փոխվել է իր կյանքը, այստեղ կարիք կա դիմելու հոգեբանական աջակցության, դիմելու մասնագետի։ Սա հիշեք, խնդրում եմ։ Սովորություն համար 4-րդ, հարգելիներս, բալանսավորված սնունդ։ Առողջ մարդիկ մշտապես չեն հետևում ինչ-որ դիետաների, հյուծում իրենց մարմինը, ստամոքսաղեքային տրակտը։ Այս մարդիկ պարզապես հետևում են բալանսավորված ու ճիշտ սննդին, նաև շատ կարևորում են հաճույք ստանալը սննդից։ Այս շատ կարևոր հուզական գործոն է, որ պետքա անպայման սննդընդունման մեջ լինի։ Այսինքն իրենք ընտրում են ինչ են սիրում եւ ընտրում են ինչն է նաեւ օգտակար, սա համադրում են ու տեսնում են դա բալանսավորված է թե չէ ու ապրում են, դա այդ ձևը սնվելու դարձնում են ապրելակերպ։ Այսինքն ես այսպես եմ սնվում։ Ես չեմ հետևում ինչ-որ դիետաների։ Այո, ես քնելուց մինչև 3 ժամ առաջ չեմ սնվում։ Այո, ես պարտադիր նախաճաշում եմ ճիշտ նախաճաշով, այնտեղ կան ճարպեր, այնտեղ կան սպիտակուցներ։ Այո, ես հնարավորինս փորձում եմ սնվել ռեժիմով, բազմաթիվ հոլովակներ ունեմ, հարգելիներս, նայեք, շատ կարծում եմ ինֆորմատիվ կլինի ձեզ, նաև քաշի հետ կապված հարցերում։ Իմիջիայլոց իմ կազմած քաշի իջեցման սննդակարգը, որի միջոցով այո, դուք կկորցնեք կիլոգրամներ, բայց այդ թվում նա սովորեցնում է ձեզ ճիշտ սննդային վարք։ Այսինքն առանց ինչ-որ դիետաների, ինչպես անել, ինչպես կազմել, ինչպես վերաբերվել սննդին, որպեսզի կարողանալ ճիշտ իջեցնել քաշը եւ պահպանել քաշը, հարգելիներս, ու այդ թվում ոչ թե կորցնել առողջությունը, այլ հակառակը հələ մի բան էլ կարգավորել։ Էլի իմ կազմած քաշի իջեցման սննդակարգը կգտնեք համապատասխան իմ կայքում sonahayrapetan.am, լինքը ասացի որտեղ է, աջակցության համար, հեռախոսահամար։ Աջակցության համար, հեռախոսահամար, լավ է, չէ՞։ Եվ անցնենք հաջորդ կետին, որը իմ համար շատ կարևոր է, առողջ մարդիկ ընտրում են առողջ միջավայր։ Սա իրենից ենթադրում է նախ հենց իրենից ենթադրում է առողջ հարաբերություններ շրջապատող մարդկանց հետ, այսինքն ես այնտեղ եմ, որտեղ ինձ լավ եմ զգում։ Ես չեմ մնում այնտեղ, որտեղ որ ինձ չեն հարգում, չեն ընդունում, ծաղրում են, քննադատում են եւ այլն, այո, այդպես կարող է լինել։ Ես ընտրում եմ այն միջավայրը, որը ինձ հարմար է, որտեղ ես լավ եմ զգում, որը նպաստում է իմ աճին ու զարգացմանը։ Առողջ միջավայրի հետ է կապված անպայման հենց բուն միջավայրը աշխարհագրական առումով, այսինքն մաքուր օդ, կանաչապատ գոտիներ, շատ զբոսանք, շատ լույս, եթե կարող եք ծովի մոտ ապրել, առավել լավ, եւ փորձը ցույց է տալիս, ընդհանրապես ոչ թե փորձը, այլ հետազոտությունները ցույց է տալիս, որ թեկուզ փոքրիկ փոփոխությունները արտաքին միջավայրի, օրինակ լույսի կարգավորում, կանաչ գոտիների ավելացում, աջակցող մարդկանց ներկայություն, բարենպաստ է ազդում մեր հոգեկան առողջության վրա։ Եվ իհարկե այս մարդիկ ունեն որոշակի հետաքրքրություններ, ապրում են իրենց հետաքրքրություններով, նպաստալի ինչ-որ գործ են անում, ու 4-րդ կարևոր կետը էս իմ ենթակետը էս իմ թված կետում էնա, որ մարդիկ ներգրաված են սոցիալական ինչ-որ աշխատանքներում, ինչ-որ
ոնց են ասում, կազմակերպությունների մի մաս են, ինչ որ օգնող աշխատանքներ են կատարում, ամբիոնական ինչ որ աշխատանքներ են կատարում եւ այլն, հա, նայած դուք ինչ մասնագիտության տեր եք, ինձ թվում է դա ավելի մասնագիտության հետ է հարում։ Այդպես եւ անպայման հարգելին է ասեմ, որ հոգեբանությունը միանշանակ փաստում է, որ միջավայրը ձևավորում է վարքագիծը, իհարկե։ Եվ եթե դուք այս վերոնշյալ կետերը դարձնեք կենսակերպ, հավատացեք, դա հենք է պարզապես ամբողջ կյանքում առողջ մնալու եւ հիվանդությունները կանխարգելելու համար։ Ես դա չեմ ասում, դա ասում են հետազոտությունները, որովհետև այս իմ բերած կետերը իրենք ապացուցված, հետազոտված եւ ապացուցված կետեր են, որ այս կետերը եթե մարդը պահպանում է, մեծ է հավանականությունը, որ նա կպահպանի եւ առողջությունը եւ կկանխարգելի հիվանդությունները։ Իհարկե խոսքը այն մասին չի, երբ որ օրինակ շատ հաճախ իմ ուսանողները, ոչ թե պացիենտները, այլ ուսանողները ասում են Վժկոյ Հայրապետյան, օրինակ պապիկս բանը ծխում էր 90 տարի, մահացավ բոլորովին ուրիշ բաներից։ Այո, դա կարող է լինել նման վիճակահանություն անվանենք դրան, հա, դեպքեր կարող են լինել, բայց եկեք ուշադրություն դարձնենք վիճակագրությանը։ Ինչը ասում է վիճակագրությունը, ասում է, որ եթե մարդը պահպանում է կենսակերպի հետևյալ կանոնները, հավանականությունը, որ նա կլինի առողջ, կամրապնդի իր առողջությունը, կկանխարգելի հիվանդությունները շատ ավելի մեծ է։ Այո, այնտեղ կան տոկոսներ, որը գցում են գենետիկայի վրա, երկրի վրա, չգիտեմ, XYZ ինչ որ խնդիրների վրա եւ այլն, այո։ Բայց հիմնականում ես ձեզ ասեմ, որ այն կետերը, որ ես ձեզ ասեցի, մեր ընտրության հարցն է։ Մենք կարող ենք ընտրել կետերը պահպանել, սովորությունները ձեռք բերել կամ չընտրել։ Եվ եթե դուք ուզում եք այս սովորությունները դարձնել կենսակերպ, ապա սկսեք փոքրիկ քայլերից։ Հələ որ մի փոփոխություն արեք ձեր օրգանիզմում, հետո երկրորդը մի շաբաթ հետո, 1-2 շաբաթ հետո երրորդը ու ամրապնդեք։ Եվ եթե հիշում եք, կարծեմ անցած հոլովակներից մեկում ես ձեզ ասացի, որ սովորության ուժը ավելի հզոր է, քան մոտիվացիան, քան կամքի ուժը, հա, որտեղ սովորությունը, այն բերած օրինակով, որ մենք լվանում ենք մեր ատամները եւ այլն, սովորությունը դառնում է մեր ապրելակերպի մի մասը, առանց որի մեզ ոնց որ լիարժեք չզգանք, հատկապես եթե սովորությունը նպաստում է մեր առողջության պահպանմանը, ընտիր է։ Այսքանը հարգելիներս, իսկ դուք բաժանորդագրվեք, լայքեք, շնորհակալ եմ, որ դիտում եք մինչև վերջ, անպայման գրեք այս սովորություններից որն է ձեր մոտ, որը կուզեիք ձեռք բերել, կոմենտներ գրեք, ես կարդում եմ երբեմն, այո, երբ որ ազատ ժամանակ եմ ունենում, կարդում եմ ու ես նույնիսկ գիտեմ իմ մշտական հետևորդներին ու մշտական կոմենտ գրողներին, մի օր այդ մասին հոլովակ եմ անելու։ Շնորհակալ եմ ձեզ, որ ակտիվ եք իմ ալիքում, առողջություն եմ մաղթում բոլորին, լավ եղեք, ցտեսություն։